Լույս հիմնադրամն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.5%, օգոստոսի համեմատ արագանալով 3%-ային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կൂട്ടակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում։ Սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին 5.8%։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է հիմնական մետաղների արտադրություն ենթաճյուղի շուրջ 77.1% աճով, որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ, ոսկու վերարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։ Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների մեկնարկին ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդակցություն բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող կամ այդ գործառույթն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ բազմաբնակարան շենքի կառավարումը մասնագիտացված գործունեության փոխակերպելու շրջանակում արդեն ընդունվել են գործընթացին առնչվող օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարգավորումները, իսկ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող բուհերն ու կազմակերպություններն իրազեկվել են վերապատրաստման դասընթացի առաջարկ ներկայացնելու մասին։ Հանդիպմանը քննարկվել են դասընթացների մեկնարկին տևողությանը ու ձևաչափին առնչվող հարցեր, հաշվի առնելով նաեւ մարզերից մասնակիցների ներգրավման կարեւորությունը, ինչպես նաեւ գործող մասնագետների եւ ոլորտով հետաքրքրված անձանց լայն իրազեկման հարցը։ Ազգային ժողովի պետական, իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումը։ Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Ծովինար Վարդանյանը։ Սահմանադրական, օրենսդրական եւ պետական կառավարման ոլորտների 2026 թվականի ֆինանսական ցուցանիշներին վերաբերող զեկույցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Արդարադատության նախարարությանը 2026 թվականի համար առաջարկվում է հատկացնել 24 միլիարդ 3 միլիոն դրամ, որը 187 միլիոն դրամով ավելի է, քան 2025 թվականի հաստատված բյուջեն։ Բարձրագույն դատական խորհրդին առաջարկվում է հատկացնել 16 միլիարդ 845 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համեմատ բյուջեն նվազել է 308 միլիոն դրամով։ Դատախազության 2026 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 712 միլիոն դրամով եւ կկազմի 10 միլիարդ 638 միլիոն դրամ։ Ըստ երկրի ֆինանսական բլոկի ղեկավարի բյուջեի ավելացումը հիմնականում պայմանավորված է ապարատային ծախսերի ավելացմամբ։ 405 միլիոն դրամ է առաջարկվում հատկացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նախորդ տարվա համեմատ բյուջեն կպակասի 15 միլիոն դրամով։ Սահմանադրական դատարանի բյուջեն կավելանա 41 միլիոն դրամով, այն կկազմի 912 միլիոն դրամ։